Նոր որոշում ունի կառավարությունը։ Պաշտպանության նախարարության ենթակայությամբ գործող Մայր Հայաստան ռազմական պատմության թանգարանը կվերակազմակերպվի եւ կդառնա Հայաստանի պատմության թանգարան պոակի մասնաճյուղ։ Իսկ ինչ է սա ենթադրում։ Տեղափոխելու են արդյոք թանգարանը, թե համացանցում մարդիկ իրար հերթ չտալով ու բորբոքված իրենց մտավախություններն են բարձրաձայնում։ Ժողովուրդ սրանք անցել են վերջին ջախջախիչ փուլին, ոտքի։ Ինչքան կարակ քանդեք, ինչ կարևոր պատմամշակութային հուշարձաններ, կոթողներ, մի բան չթողնեք, քանդեք։ Այդ տարածքը ում եք վաճառելու, թե արդեն պայմանավորված է արենդով տալու համար։ Շատերը կարծում են, թե սա հերթական հակահեկական եւ մեր ինքնությունը պարակտող գործելավոճն է։ Կապ հաստատեցինք թանգարանի տնօրենի հետ պարզելու, թե որն է նախագծի ընդունման նպատակը եւ ինչ խնդիր է այն լուծում։ Տնօրեն Վալերի Հակոբյանն ասաց, ինքը ոչնչից տեղյակ չէ։ Ավելի շատ կոմպետենտ ու տեղյակ են Պաշտպանության նախարարության տեղեկատվության վարչությունը։ Ես խնդրում եմ իրանց, ես ոչ մի բանից տեղյակ չեմ։ Դուք թանգարանի տնօրենն եք եւ ձեզ հետ չեն խոսել այս հարցով։ Նու ես տեղյակ չեմ այս պահին, չեմ կարող պատասխանել։ Պաշտպանության նախարարությունից էլ ասացին, գործընթացն ավարտվի կմանրամասնեն։ Խոսեցինք նաև կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության մշակութային ժառանգության վարչության պետի հետ։ Վերջինս ժամին տեղեկացրեց, որ առաջարկը հենց Պաշտպանության նախարարության նախաձեռնությունն է եղել։ Պաշտպանության նախարարության կողմից է հենց առաջարկը եղել ԿԳՄՍ նախարարությանը, որպես ոլորտի լիազոր մարմին, նաև հաշվի առնելով 2020 թվականին Սարդարապատի հայոց ազգագրության թանգարանի արդեն փորձը եւ նախադեպը, Մայր Հայաստան թանգարանը նույնպես ներառել նախարարության համակարգի ներքո։ Հիմնական նպատակը կառավարման արդյունավետության բարձրացումն է։ Ըստ Մարաբյանի հավաքածուների հաշվառումը, ցուցադրությունների կազմակերպումը եւ առհասարակ թանգարանային ոլորտի գործընթացները ճիշտ ու գրագետ համակարգելու անհրաժեշտությունից ելնելով է որոշումն ընդունվել։ Շատ է արծարծվում, լուծարում եւ այլն նման բան գոյություն չունի։ Թանգարանը գործելու է իր տեղակայված վայրում, հարմոնիկ պաս է կազմում Մայր Հայաստան հուշարձանախմբին եւ որևէ բովանդակային իր հավաքածուների թանգարանային ցուցադրությունների կազմակերպման որևէ փոփոխություն չի կրելու։ Մենք ընդհակառակը այս նախագծի շրջանակում նախատեսում ենք բարելավել, բարեկարգել, արդիականացնել, խնդիրները արդեն մասնագիտական տեսանկյունից վեր հանել եւ նորովի ներկայացնել։ Գործող թանգարանն ի դեպ հիմնադրման 2016 թվականի ապրիլից ի վեր զբաղվում է հայկական ռազմական արվեստի եւ պատմության մասին ցուցադրական նյութերի համալրմամբ, հաշվառմամբ, պահպանմամբ ու հանրայնացմամբ։ Ինչպես հայտնում են մշակույթի նախարարությունից, թանգարանի վերակազմակերպման նախաձեռնությունն ուղղված է այս գործունեության շարունակականությանը։ Վստահեցնում են նաեւ, որ կադրային ջարդ փոխտեղություններ չեն լինի։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։